Առավոտյան նախաճաշը այսօր մանդարիներ են դրել մի տարբերություն հնարած ժամանակների յոգուրտների տեսականին grapefruit խաղող սեղ մանգո երևի կամ սեղի տեսակներ good morning չիրեր են լավ մեկ ինչ մրգերի տեսականիներ կան նայեք հլը տանց, խնդոր, տեղ տեսակ Մեղավ Ուսատ համով են բոլորը, փորձել ենք Այս է երշիկ եղել Ծառավական սպվածքներն է Արագ եմ անում, տեղ ժամանակ չունում Էդի մրգերի տեսական է Հույկը Խացերը Մենք Լիզբոնում ենք, կամ հայերեն ասում ենք Լիսաբոն Պորտուգալի մայրաքաղաքը Ես այսօր հագնվել եմ, գնացել եմ բուֆետ ու մարդիկ ինձ կանգնացում են, ասում են մեմ ասում են կամաց քայլի, որ հասցնենք վրատ կարտանք Նենց որ առաջի անգամ ենք Պորտուգալիայում, Լիզբոնում Չէ, Պորտուգալիայում 3 Պորտո եղանք մենք, Պորտո քաղաքում Այսօր Պորտուգալիայի Լիզբոն քաղաքում ենք Նավից դարձանքի չէ, հետևում երևում քաղաքը տեսնում եք Էքսկուրսիա չունենք նորից, բայց դուրս գալուց հույս ունենք, որ տուրեր կլինեն, այդ տուրերից մեկը կվերցնենք Քաղաքը հետևում է տեսեք Այս մազերս են, ինչպես միշտ ամենտեղ Այս նավերի վրա ուզում ես սիրուն նկարներ ունենաս, բայց քամին խանգարում է Լիսաբոն քաղաքը Բացի փաստորեն ուրիշ նավ էլ կա Որ նավն է? Celebrity-ը, ինչ է, հələ սպասի կողքը գնամ կարդամ, էլի Նա այդ կարդա դու լավ ես այդ հեռավորության կարդալուց Խոսքով ուրիշ նավ է, կարնիվալի նավ չի, կարնիվալի պոչը ուրիշ ձևով է, մենք հեռվից հեռու տեսնում ենք Սիրուն քաղաք է երևում դրսից Իսկ թվում է որ դուրս կանք արդեն կկարողանանք ինքնուրույն էլ ման գալ տեսեք քաղաքը հենց տախտակամածից էս նա որ դուրս ես գալիս շատ մոտ է Ակի եթե հնարավորություն ունենանք կրուիզներ տուրեր վերցնելու կփորձենք բասերն էլ այդտեղ կանգնած են որ սպասում են որ մարդիկ իջնեն տանեն տուրերն էլ այդտեղ կլինեն Մենք Լիսաբոնում ենք Ես երևի հաճախակի կասեմ Լիզբոն, որովհետև այստեղ ընդունված է ասել Լիզբոն Լիսաբոն, Պորտուգալիա Ամենամեծ քաղաքներից մեկն է Պորտուգալիայի, գտնվում է 7 բլուրների վրա, Տագոս գետի գետնաբերանին Լիսաբոնը ունի հարուստ և գունեղ պատմություն, որը սկիզբ է առել մեր թվարկությունից առաջ 1200 թվականներին փյունիկցիների կողմից հիմնադրելու ժամանակներից սկսած Այս ճանապարհորդությունը ուրեմն 6 երկիր գնացինք եվրոպական, ամեն երկրում մոտավորապես 4 քաղաք Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա, Պորտուգալիա, հետո ուր Որոց արդեն Անգլիա Հիմա գնալու ենք Հունաստան Բիլբաոն որտեղ ես? Բիլբաոն որատար Իսպանիան ասեցի Հունաստան Թուրքիա Հետի չեմ ասել Մի խոսքով դժվելու ճանապարհորդությունը երազանքի ճանապարհորդությունը Ոսներ այս վերևում Իչանք հիշնում ենք էլևատրով ներքև Ամենավերևի հարկում 10-րդ հարկում իրանց steakhouse-ն եմ ասում Ռեստորան է, steakhouse Շատ լավ ռեստորան է Որակյալ Այս էլ այդ գլխավոր բառն է Տեղեր կան, որ դուրս ես գալիս, ես երկրորդ հարկն ենք, որը շատ ավելի մոտ է, երրորդ հարկը գետնին, շատ ավելի մոտից ես քաղաքը նկարում, դուրսը նկարում շատ սիրուն է լինում, բայց ստեղ քանի որ քաղաքը բարձրունքի վրա է գտնվում, վերևից նկարելը ավելի սիրուն էր, 9-րդ հարկից երբ որ մենք նկարում էինք, նկատելի տարբերություն տվեց, 9-րդ հարկից իհարկե յուն տեսարանը շատ ավելի սիրուն էր։ Ես ուղղակի իջա, որովհետև երբեմն
այդքան բասունքի վրա չեն գտնվում տները, ուստեղից ավելի մոտ է լինում, հետաքրքիր է նայվում։ Չէ, Լիսաբոնը պետքա վերևից նայես։ Նավից միանգամից դուրս ենք տալիս Լիսաբոնը, նայեք սենց, վերևից, մարդիկ այսեն։ Իչանք ենք օրնից, տեսակ։ Հիմա Լիզբոն ենք։ Իսնենք ինչ ենք անում։ Հոգևորված եմ շատ։ Հապի միանգամից տեղ կա, կարող եք կարգ տոմսերը վերցնել։ Չոր առաջարկություններ են անում, եթե ուզեք, կարող եք անում։ Լիքը առաջարկություններ են անում, որ դուրս գա, կարող եք օգտվել այս առաջարկություններից տուրերի։ Հիմա անհատ մարդիկ են։ Տարբեր անհատ մարդիկ կան, որ տուրեր ունենան, առաջարկություններ շատ կա, դեղ հաստատ չեք խեղճանա, եթե մի քանի հոգով եկաք, լիքը տարբերակներ կա ընտրության, բայց քանի որ մենք այս մի company հետ ենք աշխատել 3 օր, մենք իրանցից դժգոհ չենք և հիմա իրանցից ենք ուզում փորձենք մի բան վերցնենք նորից։ Of the country. Thank you so much to all of you that have trusted us to join us one more day. Some of you have seen the faces from Porto. Some of my colleagues have mentioned you were with them in Coruña. I wish you a very pleasant tour and lovely journey. We'll be heading back to Vigo, myself and my colleague now where we live. If you're over in Vigo, we'll be there. So book a tour with us then. Have a lovely time. Just a quick question. What time is your back on board? 5:30 back on board. So there's the option for those that would like at the third stop. You can morning. Good day. Good. No. Good day. Bon dia means good day. Say good afternoon in the morning. Lisbon. Yes, of course, always. Lisboa is waiting for us. We are crossing the streets. Heading Lisbon անգլեն, իսկ Լիսաբոն մենք ենք ասում հայերեն ոնց է։ Դարերի ընթացքում Լիսաբոնը կառավարել են տարբեր քաղաքակրթությունների կողմից, այդ թվում հռոմեացիների, մավրերի եւ քրիստոնյաների կողմից, որոնցից յուրաքանչյուրը իր հետքն է թողել քաղաքի ճարտարապետության եւ մշակույթի վրա։ 15 եւ 16-րդ դարերում Լիսաբոնը գտնվում է հայտնագործությունների դարաշրջանի կենտրոնում, որտեղ Պորտուգալիայի հետազոտողները նավարկում էին նրա ափերից աշխարհը ուսումնասիրելու համար։ Քաղաքը ավիրվել է 1755 թվականին հզոր երկրաշարժից, բայց վերակառուցվել է շքեղ ոճով, որը մինչև օրս ազդել է դրա դասավորության վրա։ 1755 թվականի բնական աղետը, որը ցունամի, երկրաշարժ եւ հրդեհներ առաջացրեց, քաղաքի շենքերի մեծ մասը ավիրեց։ Սակայն հետագայում քաղաքը երկրորդ կյանք ստացավ եւ այսօր նրա տեսքը չի զիջում Եվրոպայի ամենագեղեցիկ մայրաքաղաքների։ Սրանք հոփ են։ Այդ հոփերն են, փաստորեն հենց մուտքի մոտ տերմինալում։ Այդ հոփերը կային։ Այն նստել, հետո իջնել, հետո ման գալ, հետո իջնել, հոփի տարբերակը։ Լիսաբոնում է գտնվում Գալուստ Գուլբեկյանի թանգարանը։ Սա Լիսաբոնի հիմնական զբոսաշրջային տեսարժան վայրերից մեկն է, որը գրավում է աշխարհի տարբեր ծայրերից արվեստի սիրահարներին։ Սակայն ժամանակի սղության պատճառով մենք չկարողացանք այցելել այս թանգարանը։ Բայց երբ որ տուրգայդը լսեց, որ մենք Հայաստանից ենք, միանգամից ասեց՝ «Օ, Գյուլբեկյան, այս մարդը շատ մեծ պատիվ ու հարգանք ունի այս երկրում»։ Անցնում ենք տեսարժան վայրերից մեկն է Լիսաբոնի նարնջագույն աղյուսե ցլամարտի շենքը դեկորատիվ սոխաձև գմբեթներով։ Այն գտնվում է Լիսաբոնի Հանրապետության փողոցում, ցլամարտի մրցավազքի, երաժշտական համերգների, տոնավաճառների, ցուցահանդեսների եւ այլ միջոցառումների համար նախատեսված տարածք է։ Պատմեց, որ առաջ եղել է ցլամարտի տեղ։ Bullfighting arena. It's the name of the building. Actually, bullfighting is a tradition from Portugal and Spain. We do have a long river, but we are close enough to the ocean so that the water is full of salt. So the king decided to build the aqueduct. We cannot use the water of the river for drinking or whatever. So the aqueduct with many arches was used until 1960s, and it looks very horizontal, but no, it comes a little bit. Aguas Livresi ջրամբարն է, պարտադիր այցելության
վայրերից մեկն է Լիսաբոնում, կառուցվել է 18-րդ դարում քաղաքը ջրով մատակարարելու համար, այն ձգվում է 58 կիլոմետր, առանձնանում է տպավորիչ կամարներով ու քարե սյուներով։ Հիմա մենք կողքից ենք անցնում ու դուք հնարավորություն ունեք ավելի մոտիկից դա տեսնելու, շատ հետաքրքիր կառույց է, այսպիսի կառույց Թուրքիայում եմ շատ եմ տեսել ես։ Այս ամբողջ փողոցը դեսպանատների փողոցն է։ So here on the right, this is the embassy of Norway. And why am I talking about Norway? So imagine Portugal has borders with Spain and with the Atlantic Ocean. So we do have a long coast. We have plenty of fish. But the fish we do appreciate the most does not speak Portuguese, comes mainly from Norway. I'm talking about the famous bacalhau. Bacalhau, the cod fish. We love it. We love it. We are a very important country for Norway. We are the first most consumer of cod in the whole world. And we have at least 365 recipes for the cod, one different recipe for each day of the year soon. But this is the first glimpse of the tower. We are getting closer to that monument. Հերվից երևում է Լիսաբոնի հայտնի կամուրջը ապրիլի 25-ի անունով, կախովի կամուրջը համեմատվում է Սան Ֆրանցիսկոյի ոսկե դարպասներ կամրջի հետ։ It was built by the same enterprise, American Steel Company. It is a bridge for cars and trains. So actually the train is running now. We see. Looks like a little snake under the roads, under the street, the road of the cars. So now we are approaching Belém, the historical center, because that's where we have all the three main monuments of our city and country. And first of all, մենք հիմա գնում ենք պատմական կենտրոնը Լիսաբոնի, որտեղ գտնվում է Ջերոնիմո կամ Ջերոնիմոսի վանքը, Բելեմի աշտարակը, որոնք եւ համարվում են Լիսաբոնի ամենակարևոր զբոսաշրջային տեսարժան վայրերը։ Քանի որ ընդամենը կեսօր էինք մենք Լիսաբոնում լինելու, ինչ որ ժամերի ընթացքում էինք լինելու, ընդ որում տուրի հետ էինք եւ ոչ թե ազատ մեր գրաֆիկով, այնպես որ շատ տեղեր, որ կուզենայի ես այցելել, թանգարաններ, եկեղեցիներ, ես բնականաբար չկարողացա։ Մենք պարզապես ընդհանուր պատկերացում կազմեցինք Լիսաբոն քաղաքի մասին։ Հետագայում եթե առիթ ունենանք ավելի երկար ժամանակով գալ, իհարկե մեծ հաճույքով կմտնեի ես եկեղեցինել, որովհետև շատ հետաքրքիր եկեղեցի ու հսկայական հերթ էր, այսպիսի հերթեր ես վաղուց չէի տեսել ոչ մի տեղ։ See? This is very symbolic, the portal with the many statues. We are going to stop in a moment. I just wanted to explain what do we see here, because this portal is... Ջերոնիմոսի վանքն է, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության վայրն է, ի հիշատակ Վասկո դե Գամային Հնդկաստան կատարած ճանապարհորդությանն է կառուցվել այս վանքը, Պորտուգալացի լեգենդար հետախույզը թաղված է այս մենաստանում։ Այստեղ են գտնվում նաև շատ այլ պորտուգալացի մեծերի դամբարաններ։ Հետաքրքիր է, որ այս վանքը վերապրեց Լիսաբոնի մեծ երկրաշարժը, այսինքն նա շատ քիչ վնասվեց այն ժամանակ, երբ որ մայրաքաղաքի մեծ մասը վերածվեց ավերակների։ Շենքում կան բազմաթիվ քարե փորագրություններ, ինչպիսիք են պարանների, խարիսքների մոտիվները, որոնք ակնարկում են պորտուգալական ծովային ժառանգությունը։ Այս վանքում են գտնվում պորտուգալացի մեծագույն գրողների վերջին հանգրվանները, դամբարանները։ Եվ ասեմ, որ շատ դժվար է այստեղ մտնելը, նախորոք պետք է տոմս առնել, ու այս լայնը տեսնում եք, այս հերթը, այս ամբողջ մարդկային հոսքը, այն հերթն է, որ պատրաստվում է մտնել այս վանքը, ես չգիտեմ, իրենց կհաջողվի այսօրվա մեջ, որովհետև տարբեր կարծիքներ եմ լսել, որ շատ դաժան է այսքան հերթը սպասել ու մտնել,
մանավանդ արևի տակ, շոքին, պատկերացնում եք ինչ իրավիճակ է, բնականաբար մենք դա չենք կարողանա անել այսօր։ Եվ ամենահետաքրքիրը, որ այստեղ է գտնվում Վասկո դե Գամայի դամբարանը, հայտնի պորտուգալացի հետազոտող, որ առաջին եվրոպացին էր, ով հասավ ծովով դեպի Հնդկաստան, բացելով համաշխարհային առևտրի նոր դարաշրջանի ճանապարհ։ Շատ հետաքրքիր է այս սալահատակը փողոցների, նայեք հələ մայթերի այս հատակ, սալահատակը ամբողջ մի տեսակ փոքր սալահատակ է, նայ տեսնում ես, շատ յուրահատուկ է այս սալահատակները մեր Հայաստանի նման չի, մանր, տեսնում ես, ամեն տեղ սալահատակի մասին է ասում, որ շատ յուրահատուկ սալահատակ մայթերը, որ բնորոշ է Լիզբոնին։ Այս եռանկյան տեսքով հուշարձանը մենք իհարկե կողքը չկանգնեցինք, այլ պարզապես պատուհանից եմ նկարել ավտոբուսի 1960-70-ական թվականներին աֆրիկյան անկախության ապստամբությունների ժամանակ զոհված պորտուգալացի զինվորներին է նվիրված։ Յուրաքանչյուր զոհված զինվորի անուն փորագրված է հուշարձանին շրջապատող պատին։ Այստեղ մեկ ուրիշ հուշարձան էլ կա, ինքնաթիռով հուշարձան է, Տագոսի ափին Բլեմի աշտարակի մոտ, այս հուշարձանը երկու պորտուգալացի օդաչուներին է նվիրված, որոնք առաջինն են հատել հարավային Ատլանտիկա։ Պատերազմի ժամանակվա ինքնաթիռ է, հա? Դեռ գերմանական սվաստիկայի նշան է։ Գնացինք, մարդիկ են կողմ են գնում, մենք է գնանք։ Thank you. It's hard lady, no problem. Լիզբոնում ենք։ Այս եկեղեցին ենք ուզում մոտենանք, ինչքան հնարավոր։ Լիքը մարդիկ են մոտենում, ինչ-որ բաներ են վաճառում, բրասլետներ, ձեռքի էս են, ուստեղ էլ զգուշացել են, որ պետք է զգուշ լինենք, փողոցները եւ այլն շատ է լինում։ Լիզբոնի տեսարժան վայրերից եւս մեկը Բլեմի աշտարակը կառուցվել է 1515-ից 19 թվականներին։ Ցավոք սրտի այն հիմա վերանորոգման փուլում էր եւ աշտարակը իր շքեղ տեսքով մենք իհարկե չկարողացանք տեսնել։ Տեսնում եք այդ վերականգնման աշխատանքներն է տարվում։ Ասում են, որ այս աշտարակը ունի գեղեցիկ բարդ քարե փորագրություններ, պարիսպներ դեկորատիվ, նրբակեղ աշտարակ է, կարելի է վրան բարձրանալ, մեջը կամարապատ սենյակներ կան, պարուրաձև աստիճաններ։ Պարկ կա ստեղ։ Պաղպաղակ։ Զուգարաններ կան ստեղ, բայց կարծեմ եվրոյով են։ Գրած է զուգարանների դեմ։ Թանգարանի դիմացն ենք։ Ու շուրջը թանգարանային այդ գնդացիներն են, տեսնում եք նատիներ կան հին, պատերազմի ժամանակվանը։ Դիտը մի անգամից, որ ասեցինք Հայաստանից ենք, ասեց Գյուլբեկյանի մյուզեյումը կա ստեղ, շատ ճանաչված է Գյուլբեկյանը այս քաղաքում։ Լիզբոնում ծաղիկների մեջ նկարվում ենք։ Իհարկե շատ ափսոսում եմ, որ այդ վերականգնողական աշխատանքները խանգարեցին այս աշտարակի հիանալի տեսքը տեսնելու, զգալու, նկարելու, որովհետև փակված է ամբողջը։ Պորտուգալիայի բաներով են, զարդանախշերով են, այ։ Golden Bridge-ի նման կամուրջն է Սան Ֆրանցիսկոյի
So the monument coming up next is called Monumento dos Descobrimentos, Monument to the Discoveries, which was built in 1960 to celebrate the 500 years of Henry the Navigator's death. So we mentioned Vasco da Gama. Vasco da Gama, the navigator who actually did discover the seaway to India, but 40% less. I mean, 40% less expensive. So, see, this monument is dedicated to Henry the Navigator. We have many statues representing all the men that in their own way participated during this time of the discoveries. See, then we also have close to the monument the man. Փոքր կանգառում ենք։ Արի այս սևուկների հետևից գնանք, մեր նույն բասի միջից ենք իրար հետ։ Հա, ասեց։ Հիմա պետք է ասենք ինչ-որ անցումով անցնենք, որ գնանք այն չրչը։ Այս սալահատակն է։ Սա իր վիզիտնի կարտոչկան է այս երկրի։ Այս քաղաքի, որ հետաքրքիր սալահատակ ունի։ Մայթեի վրա։ Հիմա գնում ենք այն եկեղեցու մոտ, գոնե արտաքինից մի հատ մոտենանք նայենք, նկարենք, նկարվենք ու հետ ենք դառնալու, ընդամենը կես ժամ ունենք։ Մականին շոկ է, բայց դիմանալու շոկ է, չէ։ Մի տեսակ խոնավ, մեր նման խոնավ շոկ չի մեր մոտի, չոր շոկ է։ Լիզբոնում ենք, հեսա հետևումս տեսնում ենք այդ չրչը։ Անունները եւ այլն ու մասին հետո ես ասեմ։ Հիմա ընդամենը միայն հասցնում եմ նկարել այն ինչ տեսնում եմ։ Ինֆորմացիա այս տեղանքի մասին հետագայում։ Չեմ կարող այս արագության տակ, դուք չեք պատկերացնում ինչ ամեն ինչը սենց արագ տեմպով, եթե մենք ենք հազիվ հասցնում, ուրիշները երևի ավտոբուսի մեջից չեն կարողանում դուրս գալ, դեռ մենք սովորենք այս տեմպին։ Նկարեմ, հələ հերթը դուք տեսեք, ես հենց հերթեր չեմ տեսել Վաշինգտոնի ոչ մի թանգարանում, ոչ մի բանում ես հենց հերթեր չեմ տեսել Չեմ կարծում անցնելու կարիք կա, որտեղ որ անցնենք հաստատ լավ դուրս չի գա Սենց էլի մի կերպ նկարում ենք Այս հրաշք եկեղեցու կաթեդրալը եկեղեցի ադրադի մասնենք Հետո ես կգտնեմ թե կոնկրետ որտեղ ենք ու իր մասին հետաքրքիր բաներ եթե գտնեմ կդնեմ վիդեոյի մեջ Հիմա առայժմս հասնում ենք միայն արագ նկարվել Ասում ինչ հերթեր է, ինչ հերթ է ստեղ մտնելը, կիլոմետրով հերթ է Բուժվելու բան է, ես չեմ պատկերացնում որ մարդիկ սենց այդ հերթը կանգնում են գամ ստեղ Կաթեդրալներ, ստեղ են շատ սիրուն պարտեզ է Այս պարտեզում էլ ինչ բույսեր որ աճում են, դրա մասին գրված է ստեղ Իրիսներ են աճում, բորագոներ են աճում, հետաքրքիր բույսեր որ աճում են, գրված է դրա մասին Օ, նա այստեղ ինչ է գրված Այս բույսերի նման է այս քանդակները, օ, ինչ հետաքրքիր է, ես էսի չէի պատկերացնում Նա այս բույսերի նման են այս քանդակները, ուստեղ քանդակներն է տված Հələ նայեմ մյուսը, տեսեք ինչ հետաքրքիր է այս Փաստորեն այս զարդաքանդակները կոնկրետ բույսերի նմանությամբ են արել Նայի Այս երևի խնձոր է նայի Oh my god, ինչ հետաքրքիր է Այս հրաշք կաթեդրալն է Շատ սիրուն է Երևի պետք է գալ մի քանի օրով ու մի օրը լրիվ հատկացնել այս կաթեդրալ մտնելուն Կամ եթե տոմսերը օնլայն առնես ու մի անգամից մտնես, չգիտեմ հնարավոր է թե չէ Կարելի է տարբերակը փոխել Այլ ձևով ստեղ կրուիզով դժվար մտնենք մենք Հույս չունենանք
որ արդեն գնում ենք վերջի։ Դիմացը նայի։ Ասենց գնում ենք, գնալով համ նկարում են, համ հետևի մասում մնաց այդ կաթեդրալը։ Գնում ենք դեպի մի հատ հուշարձան կա, հուշահամալիրի տեսքով մի հատ մեծ բանա։ Հուշահամալիր է իրականում, երևի հավացանել չի կարելի համարից, հա։ Հիմա գնում ենք այդտեղ։ Ու ժամանակ է չկա։ Տեղեր ինչ-որ խաչեր են, երևի անում եք ինչ-որ բան է նշանակում։ Նայ խաչեր են, այծեր են, ոչխարներ են, աղունիկներ են այս բաների վրա։ Սրանք ինչ-որ նշանակություններ երևի ունեն, բայց պետք է այդ մասին հետագայում կարծել որ հասկանալ։ Առայժմս միայն նկարում ենք են ինչ-որ տեսնում եմ։ Գիտեմ, ստապարես տեչ սապ չարեց, բայց ուզում եմ գոնե այս հուշահամալիրը նկարեմ նոր գնամ, բայց նեծ է թարս է, արևը խփում է հենց դիմացից։ Եվ այս կողմից գնանք, որ չխանգարի շատ։ Հեսա այս հուշահամալիրը։ Տաքսիկի հուշահամալիրը։ Չնմեծ է, հա։ Հենց մեծ տեղն ենք արդեն հասել, այս հուշահամալիրի, սեք բոլորը նկարվում են։ Այս հուշահամալիրի մոտ եկանք։ Նկարում ես, շատ մեծ հուշահամալիր է, իր նշանակությամբ, հետո ես կկարդամ, կգրեմ այդ մասին։ Հիմա միայն հասցնում ենք նկարել, որովհետև շատ արագ է ամեն ինչը գնում, չեմ հասնում ոչինչ։ Կարդամ, հասկանամ, ուր եմ, ինչ եմ, հիմա միայն հասնում եմ, ինչ տեսնում եմ, են նկարում եմ։ Корик cerámica. Thank you, gracias. Орбилярная сфера – это глобус, который используется в навигации. Այս մարդիկ տեսնում են իմ այս վզնոցը, ու իրան սվում է, որ ես շատ ֆան եմ այս ընչ բաների, սիրահարեմ, ու հատուկ մոտենում են, որ այդ իրանց բրասլետները վաճառեն, թևնոցները։ Գեղեցիկ եւ տպավորիչ հուշարձան է, նվիրված է այն հետազոտողներին, որոնք նպաստեցին Պորտուգալիայի ծովային գերտերություն դարձնելուն։ Հուշարձանը աներևակայելի գեղեցիկ է ճարտարապետական առումով, իսկ արձանները պատրաստված են նուրբ կրաքարից։ Հուշարձանի անունը հայտնագործությունների հուշարձան է։ Կառուցված է Տագոս գետի վրա, որտեղից նավերը մեկնարկել էին աշխարհը ուսումնասիրելու եւ առևտուր անելու։ Հուշարձանը հիմնականում պորտուգալական հայտնագործությունների ոսկեդարին է նվիրված, երբ որ պորտուգալացի հետազոտողները դարձան առաջին արևմտյան ճանապարհորդներից, որոնք նավարկեցին ամբողջ աշխարհով մեկ։ Եվ այս հուշարձանի վրա շատ հայտնի գործիչների, պորտուգալական հայտնի գործիչների արձաններն է փորագրված։ Այսօր իմ հետևում գտնվում է այդ Golden Bridge-ի նման բրիջը, ամերիկյան։ Կարծեմ նույն կամպանին է կառուցել, շատ նման է այդ Սան Ֆրանցիսկոյի կամուրջին։ Նավակների կայանատեղն է։ Դադրություն դարձեք ես գետնի սալահատակը։ Մենտեղ շատ հետաքրքիր է սալահատակը։ Նա այստեղ էլ է հետաքրքիր է։ Գետնի սալահատակը շատ հետաքրքիր է համենտեղ Լիզբոն քաղաքում։